Պետության կողմից պարգևատրված զենքերը ոստիկանության կողմից արգրավելու նախագիծը նախկին ներկա պաշտոնյաների զայրույթի պատճառ է դարձել։ Բանն այն է, որ ամիսներ առաջ բազմաթիվ քաղաքացիներ ներկա նախկին պաշտոնյաներ գնացել են ոստիկանություն, քննություն են հանձնել պարգևատրած զենքերի համար եւ 100,000 դրամից ավել գումար են վճարել։ Իսկ հիմա ոստիկանությունը արգրավում է իրենց զենքը։ Այս թեմայի շուրջ զրուցել ենք բազմաթիվ պաշտոնատար անձանց հետ։ Հիշեցնենք, որ ներքին գործերի նախարարությունը մշակել եւ շրջանառության մեջ է դրել զենքի շրջանառության կարգավորման մասին օրենքում որոշակի փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծը, անդրադառնալով պարգևատրական զենքերին։ Ըստ այդմ նախագծով նախատեսվում է պետության համար անկանխատեսելի եւ երկակի մոտեցումներ նախատեսող կարգավորումների ուժով զենքով պարգևատրված բոլոր անձանց տրամադրել ժամկետ մինչեւ 2025 թվականի հուլիսի 1-ը պարգևատրական զենքերը ոստիկանություն ներկայացնելու համար։ Հիմա դուք քանի զենք ունեք, ինչ շատ հետաքրքիր է։ Ունեմ էլի։ Պատրաստվում եք տանել, այսինքն պետության ձեր վաստակը։ Նախագծին դեռ ծանոթ չէ, պիտի մեր որոշ նախագիծը քննարկվի, այլ որոշել ում է կարելի ում թույլատրում, ինչ են թույլատրում։ Բա որ եթե որոշեցին, որ բոլորին էլ տանել են, դուք կտանեք կհանձնեք ձեր վաստակը, այսինքն պետության վաստակը։ Որոշենք, դա որ որոշել ինչ պիտի անենք։ Իսկ սրանից ամիսներ առաջ որ կանչել էին բոլորին, ստուգում էին, ասում էին օրինակի համար պետք է ստուգում անցնենք, համապատասխան կրակելու եւ այլն։ Դուք գնացել եք, մասնակցել եք։ Մարդիկ վճարումներ արեցին, հիմա էլ ասում են արգրավում ենք զենքերը։ Դա դուք այդ մոտեցումը նորմալ համարում եք։ Իհարկե, պիտի դրա մասին, եթե անում են, նախորդ կանենք։ Իսկ այդ զենքերը արգրավելով ըստ ձեզ հանցագործությունները կկանխեն պահվածան։ Չեմ կարծում։ Կարող կչանա։ Կչանա, բայց չեմ կանխի։